ոչ մեկ այսօր ստեղից դատարկ չգնա Տեր։ Ամեն մեկս քեզնով լցված, օրհնված, բժշկված, խաղաղ, հանգիստ, ուրախ գնա տուն Հիսուսի զորավոր անունով։ Փառքես, փառքես, փառքես Տեր։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք ամենակարող Աստծուն։ Ողջ փառքը պատկանում է մեր Տիրոջը, ամեն։ Իրանն է ողջ փառքը։ Գիտես, հավատացյալները փառքի գաղտնիքը հասկացել են։ Երբ որ դու փառավորում ես Տիրոջը, ինքը քեզ բարձրացնում է իր փառքի մեջ։ Այս աշխարհը ուշքի միտքը իր քիթը տնգի իր փառքը փնտրի։ Դրա համար փառքը փնտրում է, այլ Աստծուն տեղ չի թողում։ Դրա համար սատանան բարձրացնում գցում է, բարձրացնում գցում է։ Բայց մենք գիտենք, ողջ փառքը Իրանն է, հա։ Ողջ փառքը պատկանում է Իրան։ Տեր օրհնի քեզ, բարով ես եկել այսօր սիրելիս։ Կխնդրեմ մի հատ նենց բան ասես կողքինիդ, որ սաղ է դարդերը դեմքից գնա ու նոր նստես, հա։ Աստված օրհնի ձեզ, շնորհակալություն, օրհնված եղեք, դուք հրաշք եք։ Փառք Տիրոջը։ Փառք Աստծուն։ Դարեջը սպիտակել է։ Ֆոնի հետ համահունչ, հա։ Տեր օրհնի քեզ, փառք Աստծուն ամեն մեկիդ համար սիրելիներս։ Այսօր մեր մոտ տոնական օր է, Պենտեկոստեն է։ Մի քիչ բարդ հունարեն բառ է, բայց լավ բառ է, հա, լավ տոն է սիրելիս։ Մինչև որ կանցնենք մեր տոնական ծառայությանը, մենք ունենք ստեղ ինչ էլ շատ է, ինչ լավ հավատք ունեք դուք։ Ստեղ յուղեր ունենք։ Ամորտես հասկացան կուլտուրական, կուլտուրնիկ բանա, մայրաքաղաքն է ձեր, յուղերն էլ է սիրուն կուլտուրնի սենց։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Դաժե գույներով կա աղջիկների համար ռոզվին նայում եմ, տղեկի համար սև, հա։ Չէ, իրականում գույնը կապ չունի, մեջի պարունակությունն է կարևոր։ Մինչև որ կանցնենք ծառայությանը, մենք իրար հետ օրհնելու ենք այս յուղերը, իրար հետ։ Աղոթքը ամեն ինչ կարա փոխի հոգևորում։ Բայց գիտես ինչ, այս նմուշի համար չի։ Մենք աղոթելու ենք, բոլորիդ բաժանենք, որ գնաս ու Աստծո համար գործանես, որ քսես մարդկանց վրա մարդիկ աղոթես բժշկվեն, ազատվեն, քսես տարածքների վրա դիվային կախարդությունը գնա այդ տարածքից։ Ձևի համար չի, որ մարդկա գրպանը դնում ասում է ես էլ ունեմ, հետո ինչի։ Հա, էսի պիտի օգտագործես։ Ինչքան կարա շուշու տարի ասա ինձ մի հատ էլ յուղ կտակ վերջացել է։ Հա, ինքան լավ որ տենց անես, նշանակում է գործում ես։ Հա, ինքը համել քեզ համարձակություն է տալի մարդկանց համար աղոթելու։ Մեր եղբայրներից մեկը նոր է եկել սենց այն մյուս աշխարհից է եկել, լավ սենց ասեմ, այն վատ աշխարհից է եկել, ծանր, հարգված սենց եկել է, հիմա յուղը տվել են գնացել է մարդը, գնացել է տուն, ընկերները հրավիրել են բաղնիկ, ընկերոջ պապան էլ է այնտեղ եղել, մուսուլմաններ են իրանք է պրիտոմ, ընկերն էլ պապան էլ։ Այս ընկերոջ պապան ասում է հազիվ բարձացավ այդ աստիճանները, ասում ասի հոպար կուզես մոտս բանկա կսեմ անցնի, մուսուլման պապի է, յուղը վերցել ու կսել է իրա ոտերին ուղակի, հաջորդ օրը ընկերն է զանգում, ոչ էլ աղոթել է նորմալ է, ուղակի կսել է, դե մուսուլման մտածել է կարող է չասեմ լավ, մի ուրիշ անգամ, հաջորդ օրը ընկերը զանգել ասում է լսի այդ յուղից որն են ծախում, պապան վազում է, այսինքն զորություն կա քո աղոթքի մեջ սիրելիս, հա, ուզում էր փախներ, դրա համար ես խնդրելու եմ ոտքի կանգնես, մենք բոլորովս իրար հետ այս յուղերը օրհնենք սիրելիս, օրհնելու ենք, որ այս զեյթունի ձեռքը դառնա օծման յուղ, մենք օրհնելու ենք, հռչակելու ենք, ամեն, ես խնդրելու եմ պարզել ձեռքդ, ես մի հատը կվերցնեմ մոտս, բայց աղոթում ենք բոլորի համար, երկնային արքա մենք քո առաջ ենք բերում, այս յուղերը ու ասում ենք շնորհակալություն քեզ, որ ունենք հնարավորություն Տեր,
քո խոսքը տարածելու, քո գործերը անելու ու սատանայի գործերը քանդելու Տեր։ Շնորհակալ ենք փառավոր արքա ամեն ինչի համար, որ դու անում ես։ Տեր Աստված, մենք քո առաջ ենք բերում այս յուղերը ու խնդրում ենք քո օրհնությունը ուղարկես այս յուղերի վրա, որտեղ որ ում վրա որ կկսվեն, թող քո բժշկությունը, ազատությունը, խաղաղությունը, վերականգնումը, օրհնություններ տիշներ այդ մարդկանց վրա, Հիսուսի զորավոր անունով։ Ինչ տարածքի վրա որ կկսվեն, Տեր, թող դիվային աշխարհը տեղից գնա, կախարդությունն ու անհաջողությունը գնա։ Հիսուս Քրիստոսի անունով օրհնությունը դու հրաշքներդ կան այդ տարածք։ Հիսուսի զորավոր անունով երկնքի երկրի առաջ մենք, Տեր, օրհնում ենք այս յուղերը, որ այստեղ կա, այս բոլոր յուղերը ու հռչակում ենք Սուրբ Օծման յուղ Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը, Աստված օրհնի, կարող եք տանել եւ ծառայության վերջում անպայման քո յուղը վերցրու գնա, առանց քո յուղի չգնաս, լավ։ Անպայման քո յուղը վերցրու գնա ու Աստծո համար գործերա։ Մեր եղբայրներից մեկին տվել էի նու վերցել էր ծառայության վերջում։ Գիտեք, մոտավորապես 30 տարվա հավատացյալ է։ Մոտավորապես։ Գիտեք, գնացել էր իր գործի տեղ ու ասել էր. «Մի րոպե, բա ես երբ եմ սկսելու մարդկանց համար աղոթել»։ 30 տարվա հավատացյալ։ Իր աշխատողներին ասել էր շարվեք, յուղով օծել էր, Աստծուց խոսացել էր, աղոթել էր։ Հետո ինձ ասում է Հովիվ ջան, չես պատկերացնի, գնացի, այս ամեն ինչ արեցի, ես ինձ քահանա էի զգում։ Մարդը առաջի անգամ 30 տարվա մեջ իրան քահանա է զգացել յուղով։ Նենց որ կվերցնես, քեզ քահանա կզգաս։ Աստվածաշունչն ասում է մենք թագավորներ ու քահանա ենք Տիրոջ։ Անպայման չի հատուկ շոն ունենաս կամ էլ կալարատ կա, որ քահանա ալնես։ Ամեն մեկով հավատում է Հիսուսին, Հիսուսի ծառան է։ Ամեն։ Վերցրու օգտագործի։ Տերը օրհնի քեզ։ Այս մեկը պահեցի, ես այսօր կօգտագործեմ արդեն, ստեղ աղոթելուց։ Փառք Տիրոջը, կարող ես նստել։ Աստված օրհնի քեզ։ Այսօր խոսելու ենք Պենտեկոստեից, չնայած այնտեղը որ հիմա պիտի կարդամ, ձեր հովիվը արդեն կարդաց։ Հա, նույն տեղը հենց ոչ տարան ոչ բերեց, առաջի տեղը գրած է Հովհաննես 7:37, ինքը կարդաց։ Բայց մեկը կարդալու եմ։ Հովհաննես 7:37 եւ տոնի վերջի մեծ օրը Հիսուսը կանգնած էր, աղաղակեց եւ ասեց. Եթե մեկը ծարավա, թող ինձ մոտ գա եւ խմի։ Ինձ հավատացողը ինչպես գիրքն է ասում, նրա փորից կենթանի ջրերի գետեր կբխեն։ Սա ասեց այն հոգու համար, որ ընդունելու էին նրան հավատացողները, որովհետև դեռ Սուրբ Հոգին տրված չէր, որովհետև Հիսուսը դեռ չէր փառավորվել։ Տոնի վերջի օրը, մեծ օրը գրածա Հիսուսը կանգնեց։ Գիտես վերջի օրը, մեծ օրը, երբ որ կանգնել ես բան ես ասում, ինչ որ կարևոր բան ես չի ասում։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր։ Հիսուսի մասին Աստվածաշունչը մեզ հուշում է, որ ինքը ջախջախված եղեգին վնաս չէր տալի, ձայնը հրապարակնում չես լսի, գլուխը կախ, սուսփուս իր գործը արեց, գնաց մորթվելու գարի նման է խաչվեց։ Այսինքն Հիսուսը աղաղակող չէր, բայց գրած է այդ օրը ինքը կանգնեց ու աղաղակեց։ Ինչքան կարևոր է իր համար մարդիկ հասկանային ինչ ա ուզում ասի, որ աղաղակում է ինքը։ Մինչև այդ կարար անգամ 5000 հոգու նստածներ ու խոսար հետները, բայց այստեղ ինքը աղաղակում է։ Ու ինչ ասում, ասում է, եթե մեկը ծարավա, թող ինձ մոտ գա ու խմի, ինձ հավատացողը, ինչպես գիրքն է ասում, ինձանից չեմ հորինում։ Նրա փորից կենթանի ջրերի գետեր կբխեն։ Սա ասեց այն հոգու համար, որ ընդունելու են բոլոր իրան հավատացողները։ Տեսեք, հստակ ասում է, ով ինձ հավատաց, իր ներսից կենթանի ջրեր են բխելու։ Մենք խոսելու ենք այսօր Սուրբ Հոգու մասին ու մկրտության մասին։ Ովքեր որ այսօր մկրտված չեն մինչև հիմա Սուրբ Հոգով, աղոթում ենք, որ դուք մկրտվեք ու դեր ներսից կենթանի ջրեր բխեն։ Հա, անծանոթ բան եմ ասում ինչ որ մարդկանց համար։ Լսել ես, որ կողքիններդ ինչ որ տարօրինակ ուրիշ լեզուներով աղոթում են։ Այդ կենթանի ջրերն է, որ բխում է իրանց ներսից։ Ասում է, սա ասեց այն հոգու համար, որ ընդունելու էին աշակերտները, ընդունելու են, գիտեք ինչն է հետաքրքիր։ Երբ որ դու
կրանթը բացում ես, ընդեղ այդ ջուր է, չէ, բխում։ Բայց այդ ջուրը ինչ որ տեղից պիտի գա, չէ, որ բխի։ Հիսուսն ասում է իրանց ներսից կենթանի ջեր կբխեն, բա որտեղից են գալու այդ ջրերը։ Ասում է սա ասեց այն հոգու համար, որ ընդունելու էին։ Դու պետք է Սուրբ Հոգուն այսօր ընդունես, որ ներսից այդ բխի ինքը։ Տիրոջ հոգին գալու է քո ներսը, ու ինքը սկսելու է բխել քո մեջից։ Մենք երեք Մոսկվայում ես նույն Պենտեկոստներ, մենք ծառայություն արեցինք մոտ 300 հոգի, 250 հոգի հաստատ իջան, որ աղոթենք Սուրբ Հոգով իրանց համար։ Տեսներ ինչ լավ բխում էր Տիրոջ հոգին։ Մարդիկ մեկը արագ-արագ, ասես որ մեկին մոտենում էր, էլ պետք չէր աղոթել, արդեն մկրտված էր։ Խոսում էին, բխում էր։ Այսօր այդ նույնը անելու ենք ստեղ։ Ով որ մկրտված չի, քեզ կանչելու ենք առաջ, որ աղոթենք, որ դու Տիրոջ հոգով մկրտվես ու սկսես լեզուներով խոսալ։ Ուղղակի ես դրա մասին մի քիչ կխոսամ, նոր հետո այդ աղոթքը կանենք, հա։ Եվ այսօրվա խոսքը տենց էլ վերնագրել եմ մկրտություն Սուրբ Հոգով։ Տեսեք, Հիսուսը աղաղակեց, ասեց ձեր ներսից կենթանի ջրեր են բխելու, հետո եկավ ժամանակը Հիսուսը խաչվեց, հետո հարություն առավ, անցել արդեն մոտ 40 օր, Հիսուսը մի քանի անգամ աշակերտներին հանդիպում, արդեն հարություն արած փառավորված մարմնով, գրած չէին մկրտվելու, որովհետև դեռ Հիսուսը չէր փառավորվել, կարդացի մի քիչ առաջ, բայց հիմա արդեն փառավորվել է, փառավորված մարմնով հետ է եկել, վերջի խորհուրդներն է տալի, որ գնա երկինք հոր աջ կողմը նստի, ոնց որ գիրքն է ասում։ Ու գիտեք ինչ է ասում, վերջի կարևոր խորհուրդներից մեկը ասում է Գործ Առաքելոց 1:5, որովհետև Հովհաննեսը իրավի ջրով մկրտեց, բայց դուք Սուրբ Հոգով կմկրտվեք ոչ շատ օրեր սրանից հետո։ Աշակերտներն ասում է մի ուժտեղ ասում է սրանից հետո մի 3 խոսք են կողմ ասում է մնացեք Երուսաղեմում մինչև Սուրբ Հոգով չմկրտվեք։ Ինչքան կարևոր է Հիսուսի համար այս process-ը, որ մարդը մկրտվի Սուրբ Հոգով։ Գիտեք, այսօր մենք ունենք մոտավորապես 2.5 միլիարդ երևի քրիստոնյա, երևի 20%-ն է մկրտված Սուրբ Հոգով։ Մնացածը ասում են դե այդքան էլ կարևոր չի, առանց Սուրբ Հոգու էլ յոլա կգնանք։ Մենք կանչված չենք այս երկրի վրա յոլա գնալու, կներես այս բառի համար։ Մենք պետք է մկրտվենք Սուրբ Հոգով, որ Աստված մեր միջոցով մեծ բաներ անի։ Հա, շատ կարևոր է, եթե կարևոր չներ, Հիսուսը չէր ասի մնացեք Երուսաղեմում, մինչև Սուրբ Հոգով չմկրտվեք։ Կասեր դե գնացեք իմ գործերը արեք, հերիքա մնաք Երուսաղեմում, ինչքան կարելի է նստել։ Ասել չէ, մինչև չմկրտվեք դուրս չգաք, որովհետև տարբերություն կա։ Ես հեսա խոսալու եմ նրա մասին, թե ինչի եկավ Սուրբ Հոգին։ Ինչի եկավ Սուրբ Հոգին, որն է տարբերությունը։ Ինչի եկավ, չէր կարա Սուրբ Հոգին չկար, որովհետև Սուրբ Հոգին այնքան թանկ է Հոր համար, Հայր Աստծո համար, որ Հիսուսը ասում է ես Հորը կաղաչեմ, որ Սուրբ Հոգի տա։ Կաղաչեմ, տենց էլ գրած է։ Ասում է ձեր համար լավ է, ես գնամ, որ Սուրբ Հոգին գա, չգնամ չի գա։ Ու ես Հորը ասում եմ կաղաչեմ, որ Աստված ձեզ, Հայրը ձեզ տա Սուրբ Հոգի։ Այդքան կարևոր դեր ունի Սուրբ Հոգին մեր կյանքում։ Ինչքան շուտ ես դա հասկանում, այնքան կյանքդ շուտ փոխվում է։ Ես հիմա նայելու եմ մի քանի պատճառ, թե ինչի եկավ Սուրբ Հոգին։ Պատճառները հարյուրավոր են։ Ուղղակի ժամանակ չկա այդքան բոլորը ասելու։ Մի քանիսը բայց իրար հետ կնայենք, հա։ Եվ առաջինը Սուրբ Հոգին եկավ, որ առաջնորդի ու պատրաստի մեզ փրկության օրվա համար։ Առանց Սուրբ Հոգու շատ դժվար է այս աշխարհին դիմակայել, այս աշխարհի խնդիրներին դիմակայել։ Ու ինքը եկավ, որ առաջնորդի ու պատրաստի փրկության համար։ Եփեսացիս 4:30-ում գրած է այսպես. Եվ մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Աստված Սուրբ Հոգին ուղարկել է, որ քեզ պատրաստի փրկության, որովհետև Հիսուսի գլխավոր նպատակը այս երկրի վրա քո հզոր ծառայությունը չի, քո մարդկանց արած բարությունները չի, սրանք սաղ պետք են, բայց իր գլխավոր նպատակը քեզ փրկելն է, որ փրկության օրը դու կանգնես, մաքուր փրկված իր բաժին ելնես։ Էսի ամենաառաջնայինն է Աստծո առաջնային երկրորդ, երրորդ, մինչև 10-րդ նպատակը էսա, որ ամեն մեկս փրկվենք, հա։ Ու ասում է Սուրբ Հոգին, Սուրբ Հոգով մենք կնքվեցինք փրկության օրվա համար։ Սուրբ Հոգին քեզ պատրաստում է այդ փրկությանը, քեզ օգնում է, պատրաստում է։ Երկրորդը, ինչի համար եկավ։ Եկավ օգնի հեռու մնանք մեղքից։
Շատ ավելի հեշտ է Սուրբ Հոգու հետ պայքարել մեղքի դեմ, քան թե առանց Սուրբ Հոգու։ Սուրբ Հոգով մկրտված մարդիկ շատ ավելի հեշտ են հաղթահարում խոչընդոտներն ու խնդիրներն ու մեղքերը։ Ինքը եկավ, որ մեզ հեռու պահի մեղքից։ Գաղատացիս 5:16 գրածած, բայց ասում եմ հոգով գնացեք եւ մարմնի ցանկությունները չեք կատարի։ Հոգով գնացեք, մարմնի ցանկությունները չեք կատարի։ Սուրբ Հոգին հետ է տա, որ քեզ հեռու պահի մեղքից։ Մերոնցից մեկը ընկերները հրավիրել էին ուժս կինո նայելու կինոթատրոնում։ Գնացել էր, երկար տարվա հավատացել է։ Գնացել նստել էր, այդ կինոն սկսվել էր։ Այս հետիներն են հավատացյալ։ Սկսել էին ասենց, հələ նա ինչ լավն է։ Ես չեմ հասկանում ուժսի լավորն է, երբ որ ասենք մարդու գլուխ են պոկում ենթադրենք, դա լավորն է, չեմ հասկանում, ինչ որ է։ Սրանք սկսել են խոսալ, այս մարդուն, որ հրավիրել են, գիտեք ինչ ասեց։ Երկար տարվա հավատացյալ ասում է, կյանքում առաջի անգամ ես Սուրբ Հոգու ձենը լսեցի, ու ասում է ձենով ինձ ասեց Սուրբ Հոգին, «Էսուր ես ինձ բերե»։ Պատկերացնում ես, փախել է տեղից։ «Էսուր ես ինձ բերե», Սուրբ Հոգին օգնում է։ Սուրբ Հոգին օգնում է, որ դու երբ որ ուզում ես մի հատ մեղք կանես, ներսից ասում մի արա։ Ընդհանրապես օգնում է, որ պայքարես մեղքի հետ։ Մի հատ կարևոր բանալի եմ քեզ ասում։ Չգիտեմ, դա իմ անձնական հայտնությունն է, բայց ում խորհուրդ եմ տվել օգնել է։ Հիմա քեզ եմ ուզում խորհուրդ տամ։ Երբ որ ինչ որ մի հատ մեղք է գալիս դեմդ, գայթակղություն է գալիս, փորձություն է գալիս, այն որ ասում ես, բայց չի ուզում, բայց մեկ էլ մատս գնաց այն կոճակին ու մտապիղծ ծայտեր, կամ չի ուզում, բայց ձեռս գնաց արաղի բաժակին, չի ուզում, բայց գնացի էլի կազինո, գնաց ձեռս մի հատ ինտերնետով բան արեցի, ստավկա արեցի։ Մի հատ խորհուրդ տամ քեզ, երբ որ գայթակղություն է գալի, որ զգում ես հեսակը կոդրվեց, սկսի լեզուներով աղոթել։ Արագ սկսի լեզուներով աղոթել։ Մի անգամից այդ բոլոր ցանկություններդ կմեռնի։ Ինչ ուզում է ուզենաս։ Ուզում է ձեռդ գնում արագ, սկսում ես լեզուներով աղոթել, խլոբելեբերուշ, մեկ է տոկը խփեց ձեռիդ։ Միտքդ մի անգամից փոխվում է։ Հնարավոր չի լեզուներով աղոթես ու գնաս սխալ բանի մեջ։ Այդտենց Սուրբ Հոգին քեզ օգնում է։ Ինձ որ հիմա հարցնում են մարդիկ, ո՞նց պայքարեմ ես ինչ մեղքի դեմ, ասեմ հենց սկսի լեզուներով աղոթել, տենամ կուզես թե չէ։ Չես ուզի։ Որտեվ մի անգամից Տիրոջ Հոգին սկսում է դրա դեմ կռիվ անել։ Քո փոխարեն, որտեվ շատ հաճախ մենք չենք կարող կռվենք։ Տեղեր կա, որ մենք սատանան գիտի քո թույլ տեղերը, ինքը հենց տեից է քեզ խփում։ Սուրբ Հոգին թույլ տեղեր չունի։ Ոչ մի թույլ տեղ չունի։ Թույլ տուր ինքը քո տեղը խոսա։ Ինքը սա հարցերը կլուծի։ Լավ։ Մի հատ կարդամ մի հատ վկայություն մի եղբոր։ Բարև ձեզ Հովիվ ջան։ Ես մի մեղքի մեջ էի, որ ինձ տանջում էր մի քանի տարի։ Այսօր եկեղեցի գալուց աղոթեցի, որ Տերը այս ծառայության ժամանակ խոսի իմ հետ եւ տա ինձ լուծում այդ մեղքից ազատվելու համար։ Ձեր քարոզը այսօր ինձ սովորեցրեց ինչպես ազատվեմ ինտերնետային պիղծ էջերի կախվածությունից։ Ուղղակի Սուրբ Հոգին պարզ խոսեց ձեր միջոցով, որ այդ պահերին, երբ ուզում եմ միացնել պիղծ սայտերը, սկսեմ լեզուներով աղոթել։ Տեսեք ինչքան պարզ, մարդը հասկացել է, վсё, բրծավ։ Հենց ուզենամ միացնեմ, այն որ ձերը տանում է որ պիտի սխմի, սկսում է կելոմա խադոլոմեդե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 լոմeդելոմedelomedelo Դրա համար ուղղակի վերցրու ես խորհուրդը քո համար, հենց զանգում ես քրոջդ Մարգուշ, բա իմացել ես են Անահիտեն, են բպրճկված ու խլամալաշ այնքան լավ աղջիկ է ինքը, հա, էլ չես բամբասում, հա, մի անգամից փոխվում է, փորձի, ցանկացած գայթակղություն, որ կյանքումդ գալիս է, գիտես ոնց են անում շատ հաճախ քրիստոնյաները, վայ, ես չեմ նայում, չէ, ու գնաց, սկսի աղոթել լեզուներով, հենց գայթակղությունն է գալի, փորձի սկսի աղոթել, տես ոնց է իրավիճակը շտկվելու, ուզում ես մի հատ սխալ տուն մտնես, հենց ձեռը տանում ես տեղ, սկսի աղոթել, տես ոնց մի անգամից քո ձեռը ինքը հետ կգա, այնքան բան է փոխվում, երբ որ սկսում ես լեզուներով աղոթել։
Ինչի համար եկավ էր Սուրբ Հոգին։ Եկավ կանգնեցնի մեր սխալ որոշումները։ Ու սխալ որոշումը պարտադիր չի մեղք լինի։ Մեկ-մեկ դու կարող ես Աստծո համար ուզենաս մի բան անես, բայց դա սխալ որոշում լինի։ Մեկ-մեկ կարող ասես մեր աղբոր վիճակը այնքան վատ է ֆինանսական, տանեմ իրան գումար տամ, բայց դա սխալ որոշում լինի։ Որովհետև Աստված հատուկ է թողել, որ քիթը կպնի ասֆալտին, որ էլ պարտքով ոչ մեկից փող չվերցնի։ Ու դու խանգարում ես իրան հիմա։ Դու Աստծուն խանգարում ես իր գործանի հետ մարդու կյանքում։ Շատ հաճախ մենք կարանք հոգևոր լավ բան ուզենանք անենք, մտածենք, որ չէ որ Աստծո համար եմ անում։ Բայց իրականում դա սխալ որոշում լինի, բայց Սուրբ Հոգին ինքը օգնում է, ինքը կանգնացնում է սխալ որոշումները։ Անկամ եթե իր համար ես բան ուզում անես, հիմա որ դու իջնես գնաս կողքի խանութը, Հիսուս քարոզես, դա լավ բան է, չէ՞։ Շատ լավ բան է, բայց միգուցե սխալ որոշում է։ Աստված չի ուզում այդ խանութը մտնես։ Աստված ուզում է այսօր այս տակի գրախանութը մտնես։ Ինքը Սուրբ Հոգին քեզնից ինձից լավ գիտի դու ինչ պիտի անես։ Դրա համար ինքը օգնում է մեզ սխալ որոշումների դեմ։ Ես ուզում եմ Պողոսի մասին մի հատ պատմություն կարդամ։ Տեսեք, Գործ Առաքելոց 16:6 Պողոսի իր անգերների հետ հզոր ավետարանի չա։ Եվ Փրուգյան եւ Գաղատացիների երկիրը ման եկան Սուրբ Հոգուց արգելվելով, որ Ասիայի մեջ Աստծո խոսքը չխոսեն։ Դու պատկերացնում եք, գնացել են ման են գալի, ավետարանչական ծառայություն են դուս եկե։ Սուրբ Հոգին ասում է ձենդ, Պողոս ձեն չանես։ Մի բառ չխոսաս։ Շարունակությունը լսի։ Գրածա, երբ որ եկանք Միսիայի կողմերը ջանք էին անում, որ գնանք դեպի Բիթանիա, եւ Հոգին թույլ չտվեց նրանց։ Պատկերացնում եք Պողոսը, այն որ ուզում է Սուրբ Հոգուն համոզի իր ուզածով, գրածա ջանք էին անում։ Ուզում էինք անպայման Բյութանիա գնանք, մարդկորեն մտածում էինք, բյութանացիներին Աստծո խոսքն է պետք, գնանք Բյութանիա քարոզենք, ճղում էինք ճանապարհը, Աստված էշերի ոտերը կանգնացել է չեն գնում, առաջ մենք խփում ենք, գնա Բյութանիա ենք գնում, ջանք էին անում։ Գրեթե ջանք էինք անում, որ մտնենք Բյութանիա, Հոգին թույլ չտվեց։ Ընդ չթողես քարոզեն, ընդ չթողես գնան անգամ։ Ինչի, որովհետև Աստված իր ծրագիրն ունի։ Հաջորդ խոսքի մեջ գրած է տեսանք բան դուրս չի գալի, ասենք քնենք տենանք ինչ է դուրս գալի։ Քնեցին գիշերվա կեսին Պողոսին Աստծո հրեշտակի մարդու տեսքով, մակեդոնացու տեսքով եկավ, ասեց արի մեր մոտ Մակեդոնիա, ասում առավոտ արթնացանք, հասկացանք, որ Աստված ուզում է գնանք Մակեդոնիա։ Տեսեք, իրանք ուզում են գնան Ասիա, քարոզեն, ուզում են գնան Բյութանիա, քարոզեն, չփորձվեք։ Բա ինչ անենք, քնեք գիշերը կասեմ։ Քնեցին գիշերն Աստված եկավ ասեց գնացեք Մակեդոնիա։ Իրանք հասկացան, որ էսի տիրոջ կամքն է։ Շատ հաճախ Աստված բարիի մեջ կարա քեզ կանգնացնի, որովհետև այդ բարին կարա իր կամքը չլինի։ Գիտեք, քանի անգամ ա եղել ես մոտենամ մարդուն ուզենամ լավ բան ասեմ, մոտենամ մարդուն ուզենամ ծառայության դնեմ, մի անգամից բերանս փագել է Սուրբ Հոգին։ Քանի անգամ ա եղել ձեռքս տայել եմ դրամապանակս, որ գումար հանեմ տամ, խփելա ձեռիս, որ չտաս։ Այս մարդուն պետք չի հիմա գումար տալ։ Ինչի, որովհետև Աստված ինձ քենից լավ գիտի։ Դու կարող ես տեսնես խեղճ մարդը կանգնած անգամ փողոցում։ Մարդը խեղճ կանգնած դեմքին նայում ես, տեսքին նայում ես, սոված է, ուզում ես մոտենաս փող տաս, այնինչ պարզվում է, որ տաս այդ վերջի բաժակն է խմելու մեռնի։ Ալկոգոլիկ է։ Հիմա իրան փող տալ պետք չի, ուզում ես գնա Հիսուսից խոսա իր հետ։ Հա շատ հաճախ այ հոգով որ գնում ես, Սուրբ Հոգին քեզ առաջնորդում է, որ սխալ քայլեր չանես։ Անկամ եթե այդ քայլը լավն է երևում։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ինչի համար եկավ էլ Սուրբ Հոգին, եկավ որ զորացնի ինձ ու քեզ։ Գործ Առաքելոց 1:8-ում գրած է, բայց դուք զորություն կառնեք, ես ես կարդացի արդեն, երբ որ Հոգին ձեր վրա կգա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում եւ բոլոր Հրեաստանի մեջ եւ Սամարիայի մեջ մինչեւ երկրի ծայրերը։ Հիսուսն ասում է մնացեք Երուսաղեմում, մինչեւ չմկրտվեք, հենց մկրտվեք զորություն կառնեք։ Տեսեք, ուներ 12 Հուդային հանենք 11 աշակերտ Հիսուսը, ու լիքը ուրիշ աշակերտներ։ Քանի դեռ Սուրբ Հոգին չէր եկել, գրած է որ եկան Հիսուսին բռնեն, սաղ վախից փախան։ Ոչ մեկ իրանց չէր էլ բռնում նորմալ, ոչ մեկ չէր տանում իրանց կախեր։ Կոնկրետ ծրագրով եկել էին Հիսուսին բռնելու։ Հուդա, մեզ Հիսուսին ցույց կտաս, եթե ուզենային բոլորին բռնեին,
Հուդան իրանց էլ պետք չէր, կգային բոլորին կբռնեին, կտանեին։ Հուդային փող տվեցին, ասին, որ բոլորին չբռնենք, մեզ Հիսուսին ցույց տու։ Ասա, որ մեկն է դա մեզ պետք, մատածը պետք չեն։ Բայց գրած աշակերտները բոլորը փախան։ Վախկոտ փախնող աշակերտներ, բոլորը փախան։ Բայց այդ նույն աշակերտները Հիսուս ասեց մնացեք որ զորություն առնեք։ Հենց Սուրբ Հոգով մկրտվեցին, դարան ուրիշ մարդ։ Այդ նույն աշակերտները բոլորին Հիսուսի համար կեսին խաչեցին, կեսին գլխատեցին, կեսին թրով սպանեցին, ոչ մեկ էլ չէր փախնում։ Նույն Պետրոսը, որ 3 անգամ հələ չեմ հաշվում մինչև այդ քանի անգամ աղմաղ բաներ արեց, մարդը հիմա սխալվում է։ Հիսուսին ուրացավ նույն Պետրոսը, երբ որ իրան խաչում էին, ասեց մի խաչեք, ասեց ես արժանի չեմ Հիսուսի նման խաչեմ, ինձ գլխի վրա խաչեք։ Նույն Պետրոսը։ Տեսեք, երբ որ Սուրբ Հոգին գալիս է մարդը ոնց է փոխվում։ Նույն վախկոտ մարդը դառնում է լրիվ ուրիշ մարդ։ Դրա համար Հիսուսն ասեց մնացեք, որ Սուրբ Հոգին գա, որ ձեզ զորացնի։ Էլ ինչի համար եկավ բերի մեր կյանքերում արդարություն, խաղաղություն, ուրախություն։ Հռոմեացիս 14:17-ում գրած է, որովհետև Աստծո արքայությունը ուտելիք խմելիք չի, այլ արդարություն, խաղաղություն, ուրախություն Սուրբ Հոգով։ Արդարություն, խաղաղություն, ուրախություն։ Մենակ Սուրբ Հոգու մեջ կա այդ արդարությունը իսկական խաղաղությունը, իսկական ուրախությունը։ Այս աշխարհը փորձում է գումարների մեջ, լավ հաճույքների մեջ ուրախություն ման գա, չկա այդ ուրախությունը։ Ցանկացած միլիարդատիրոջ հարցրու, ինքը գումարներից էլ է հոգնել, ամենից էլ է հոգնել, կյանքից էլ է հոգնել, 7-րդ անգամ ամուսնանալուց ու բաժանվելուց էլ է հոգնել։ Չկա ուրախությունը մենակ Տիրոջ մեջ է, Սուրբ Հոգու մեջ է, խաղաղությունը մենակ Տիրոջ մեջ է, Սուրբ Հոգու մեջ է, հա, արդարությունը մենակ երկնային է, Տիրոջ մեջ է, հա, ինքը եկել է որ քո կյանքում այդ բերի։ Ինքը եկել է որ պարգևներով լցնի, ինքը եկել է որ մեզ զորություն տա, հոգու պտուղը կա, ազատագրման բժշկության օծություն տա, ինքը շատ բաների համար է եկել է երազներ, տեսիլքներ տա, հովելում ասում է հոգիս կթափեմ եւ ձեր երիտասարդները կանայք, երեխեքը երազներ կտեսնեն, կմարգարեանան, էսա Սուրբ Հոգու դերն է սիրելիս, որ ասկսենք թվարկել այնքան բան կա, ինչի է Սուրբ Հոգին եկել, բայց իրակալը իրոք կարևոր էր, ոչ թե նրա համար շատ քրիստոնյաներ, շատ Սուրբ Հոգով մկրտված քրիստոնյաներ մտածում են այդ գիտեք ինչա, ոնց որ բոնուս է կյանքին Հավատացել եմ, փրկվել եմ, բոնուսային մի հատ Սուրբ Հոգի ունենամ, այն որ մեքենայից գնում, ասում ես տյունինգ արած գնեմ, այն որ sense ես ինչ որ ավել բաներ ա ունենում վրան, հա, մտածում են քրիստոնյայի կյանքի վրա մի հատ էլ ավել բանը Սուրբ Հոգին է։ Չես սիրես, ինչքան շուտ ես հասկանում, ով է Սուրբ Հոգին քո կյանքում, ինչ կարա անի քո կյանքում, այնքան կյանքը շուտ փոխվում է։ Դու կարաս մկրտվես Սուրբ Հոգով, տարին մի անգամ 2 բառ աղոթես։ Խոմելա խեդունալա խալակամ, всё, աղոթեցի այսօր։ Մեկ էլ մյուս տարի, բան չի փոխվի քո կյանքում։ Հա? Բան չի փոխվի, եթե դու չգնահատես ով է Սուրբ Հոգին քո կյանքում։ Ինչքան հասկանում ես, ինչքան գնահատում ես, ինչքան խոսում ես լեզուներով, ինչքան տեղ ես տալի Տիրոջ Հոգուն, այնքան քո կյանքում փոփոխությունները կլինեն։ Հա? Սուրբ Հոգին ինքը մի քանի կողմից քեզ օգնում է ճիշտ ապրես քրիստոն, անգամ աղոթելուց է օգնում։ Աստծո խոսքն ասում է, թե մենք ինչպես աղոթենք, մենք չգիտենք, բայց Սուրբ Հոգին անբարբար հառաչանքով բարեխոս է ալնում։ Մենք չգիտենք, գիտես, երբ որ ես հայերեն եմ աղոթում, ես շատ մարդկորեն չի աղոթեմ։ Պատկերացնում եք, ես մի հատ մարդ ա խեղճ ու կրակ, ճղճղված շորերով, ու ես աղոթում եմ Տեր Աստված, խնդրում եմ, իրան շոր տուր, իրան ուտելիք տուր, գումար տուր, այնինչ ինքը միլիոններ ունի, ուղղակի ժլատությունով բռնված է, չի կարողանում փող ծախսի։ Տեսեք ինչքան սխալ աղոթք կարեցի ես։ Ես հիշում եմ շատ տարիներ առաջ մի կին մահացավ սովից Հայաստանում։ Իրա տունը հարազատ բարեկամ չուներ, սովից մահացավ, երբ որ իրա տունը բոմժություն էր անում, ուրասկանություն էր անում,
Երբ որ այդ ահավոր հոտ էր գալի իր տնից, սկսել էին տունը ու որ կանել, դոշակը հանել էին, որ թափ տային բալկոնից, հարևանները, դոշակը ճղվել էր ու ամբողջը մեջից փող թափվել էր լուսամուտից։ Դու պատկերացնում եք այդ կնոջ համար ես աղոթեմ Տեր Աստված խնդրում եմ իրան փող տու։ Ունի ժելատությունով բռնված է, երբ որ լեզուներով եմ աղոթում, գիտեք Սուրբ Հոգին գիտի իրան ինչ է պետք։ Երբ որ հայերեն եմ աղոթքում, միտքը սահմանափակ աչքից տեսածն է ասում, բայց լեզուներով աղոթքի ժամանակ Աստծո Հոգին է, ինքը երբեք չի սխալվում։ Դու չես կարա Սուրբ Հոգով աղոթքի մեջ սխալվես։ Հայերեն կարաս։ Եթե քեզ մի աղջիկա դուր եկել ասես, Տեր Աստված անենց հրա թող Վարդուշիկը ինձ սիրի, դու կախարդության աղոթք ես անում։ Բայց եթե ասում ես Տեր Աստված, ես Վարդուշին շատ եմ հավանում, ուզում եմ քո կամքը լինի, ու սկսում ես լեզուներով աղոթել, գիտեք ինչ է ալնում։ Սուրբ Հոգին հորն ասում է, Վարդուշիկը իրանը չի, իր սրտից հանի իրան, իր համար նարինեին եմ պատրաստել, իր սրտից հանի, որ իզուր չտանջվի, Վարդուշիկը ուրիշի բաժինն է։ Ու մեկ էլ մի շաբաթ հետո տեսնում եմ Վարդուշիկին չի սիրում, արդեն նարինեի հետ նշանվում է։ Ինչ եղավ, լեզուներով աղոթեցիր, Տերը ճիշտ աղոթք հասցրեց երկինք, ճանապարհի խոչընդոտները, կեղծ առաջարկները քանդեց, փշրեց, հասար քո մուրազին, ասում է, հա հայերը։ Դրա համար շատ կարևոր է մարդը լեզուներով աղոթի։ Եթե մկրտված է Սուրբ Հոգով ու տարին մի անգամ մենակ մի 5 րոպե ասում ես լեխո մալախա դուլախի մալեշալու խադորո մալախայ, հալելույա։ Всё։ Չէ, սիրելիս։ Մենք պիտի օգտագործենք Տիրոջ խոսքը, Տիրոջ աղոթքը։ Այն ինչ որ քո շուրթերից Աստված կարա աղոթի, այս աշխարհի ոչ մի գիտնական, ոչ մի փիլիսոփա այդ հարցերը տեն չի կարա լուծի։ Ոչ մեկ, հա, որովհետև Աստծո Հոգին է կենթանի քո մեջ։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Հիմա ուզում եմ մի քիչ խոսամ, որն է մկրտության արտաքին նշանը։ Այսինքն այդքան որ ասում ենք Սուրբ Հոգով մկրտվել, որն է, ինչ է նշանակում դա, որն է դրա նշանը, հա։ Տեսեք, առաջի անգամ Սուրբ Հոգու մկրտություն տեղի ունեցավ աշակերտների հետ։ Հիսուսը ասեց մնացեք Երուսաղեմում մինչև Սուրբ Հոգին չգա։ Եվ աշակերտները Գործարքելոց 2-րդ գլխում գրած է, որ հավաքված միտեղ հրեաների վախից հավաքվել էին մի հատ տան մեջ նստած էին Երուսաղեմում։ Մեկ էլ ես կկարդամ։ Եվ երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միաբան միտեղ էին։ Հանկարծ երկնքից մի հնչյուն եղավ սաստիկ փչող քամու պես, եւ լցրեց բոլոր տունը, ուր նստած էին, եւ երևաց նրանց բաժանված լեզուներ, ոնց որ կրակից, եւ նստեց նրանց ամեն մեկի վրա, եւ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալի։ Դες աշակերտները հավաքված էին, պատկերացնում եք նստած իրար են նայում, մեկի Սուրբ Հոգին իջավ։ Այս ձենը քո համար է, որ արթնանաս։ Սուրբ Հոգին իջավ։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր։ Գրած է նստեց նրանց ամեն մեկի վրա, կրակի նման, ոնց որ կրակից լեզուն էր ամեն մեկի վրա։ Ու սկսեցին օտար լեզուներով խոսալ։ Պատկերացրեք նստելա մեկ էլ Պետրոսը տենում է Հակոբոսի վրա կրակի լեզու է։ Ուզում ասի Հակոբոսը գլխիդ վրա նայի, բերանը բացում ու մեխոլոխադոնո խալեխալաշի մալախոլոխոդոլոխամ սկսում լեզուներով խոսալ։ Ես ինչ է կատարվում։ Այն մեկ ուզում բան ասի, բոլորը սկսեցին խոսալ ու զարմանում են, այս ինչ էր։ Այս ինչ լեզու է, այս ինչ են խոսում։ Աստվածաշունչն ասում է մենք ինչ ենք խոսում չգիտենք, բայց Հոգին ամբարբար նշանակում է բարբար չունեցող։ Բարբար չունեցող լեզուներով բարեխոս է լինում։ Ինչ ենք մենք անգամ չգիտենք ինչ կարանք աղոթենք։ Դու կարող ես գիշերվա կեսին արտանաս ու սկսես ուղակի լեզուներով աղոթել։ Հետո իմանաս, որ այդ նույն ժամին Ամերիկաներում մորքուրի տղան ավարիա է տվել ու չի մահացել, որովհետև դու աղոթում ես հիմա։ Որ չէր էլ պատկերացնի, ինչի համար ես աղոթում։ Հա, Սուրբ Հոգին քեզ արթնացնում է, քո շուրթերն օգտագործում է աղոթք ճիշտ տեղ հասցնելու համար։ Հիմա աշակերտները հավաքվել էին ու գրածած սկսեցին լեզուներով խոսալ։ Ոչ թե ով օրինակ ես ուզում եմ անգլերենով մի հատ լեզու լինի խոսամ, չէ գրածա ոնց որ Հոգին խոսալ էր տալի իրանց։ Ոնց որ խոսալ էր տալի, ուր էր տանում, ինչ էր անում։ Այսինքն արտաքին նշանը Սուրբ Հոգով մկրտված լինելու դա օտար լեզուներով խոսալն է։
Սուրբ Հոգով մկրտվելը եւ օտար լեզուներով խոսալը փոխկապակցված է։ Եթե մարդը չի կարող ասի ես 10 տարի մկրտված եմ, բայց լեզուներով չեմ խոսում։ Տենց չի լինում։ Եթե մկրտված ես, պիտի խոսաս։ Պիտի օտար լեզուներ կան։ Մեխոն դիալոգը դորոմալի շին դու արոպիլը բդալա ֆամոլը կորոսիլը ժամերով խոսաս։ Ու դու չես խոսում, Տիրոջ հոգին է խոսում։ Երբ որ հիմա ես ձեր հետ խոսում եմ, սիրելիներս, որն է տարբերությունը, երբ որ ես եմ խոսում, երբ որ Տիրոջ հոգին է խոսում։ Երբ որ ես եմ խոսում, իմ ուղեղը լեզվից հանգատալի ինչ ասեմ։ Եթե իմ ուղեղը հրանք չտա լեզվից, դու կասեք հովիվը գժվել է, որովհետև աննորմալ բաներ կասեմ։ Ուղեղս հրահանգատալի ամեն բառը, չէ, ես ինձանից բառեր չեմ ասում տարօրինակ։ Իմ ուղեղից բառերը գալիս են ստեղ խոսում եմ։ Երբ որ մկրտված ես, երբ որ Սուրբ Հոգին է խոսում, բառերը ստեղ չեն ծնվում, ստեղ են ծնվում։ Լեզվիդ վրա բառերը ծնվում գնում են։ Ուղեղդ ազատ է։ Այդ ուղեղով, գիտեք, երբ որ ես լեզուներով խոսում եմ, ես կարամ քեզ ցանկացած թեմայով ինչ որ թեմա տաս, ես բանաստեղծություն գրեմ այդ ընթացքում։ Նստեմ ու գրեմ ու լեզուներով խոսամ, որովհետև ուղեղս ազատ է, որովհետև ես չեմ խոսում, Տիրոջ հոգին է խոսում, հա, ոչ թե մենք ենք խոսում, Տիրոջ հոգին է խոսում։ Աշակերտները նստած էին, Տիրոջ հոգին եկավ ու սկսեցին բոլորը խոսել։ Բոլորը սկսեցին խոսալ։ Ես ուզում եմ երկու տեղ նայենք Սուրբ Հոգով մկրտության ու այսօր մկրտություն ենք անելու։ Բայց անկախ դու մկրտված ես թե չէ, ավելին ասեմ, եթե վաղուց մկրտված ես, այսօր քո համարել է, որ դու հասկանաս մի բան, Սուրբ Հոգին թանկարժեք զարդ չի, որ դրել ես պահարանի մեջ միտեղ, որ հարսանիք գնալուց հագնես գնաս։ Սուրբ Հոգին ամեն օր քո հետ է, պետք է ամեն օր իր հետ աղոթքի մեջ ելնես, խոսալու մեջ ելնես։ Հա, մի քնացրու Աստծո Հոգին քո մեջ։ Հա, խոսա լեզուներով, խոսա Տիրոջ հետ։ Մի քնացրու, մի մտածի, որ դե հա ես էլ եմ մկրտվել, էտել ունեմ։ Էտել ունենով չի, ինքը չի եկել, որ էտել ունենա, զարդ չի։ Ինքը եկել է, որ քեզ առավոտից իրիկուն օգնի, առաջնորդի, բարձրացնի, բժշկի, ազատի, քո հետ կարևոր գործով։ Մի քնացրու իրան, լավ։ Տեսեք, հիմա մկրտության մասին ոնց էին մկրտվում աշակերտները, առաջի անգամ Սուրբ Հոգին իջավ, բոլորին մկրտեց։ Հիմա աշակերտները Սուրբ Հոգով մկրտված են, հիմա իրանք պետք է ուրիշներին մկրտեն։ Գործ Առաքելոս 10:44։ Տեսեք, Պետրոսը եկել է անհավատների տուն, գրված է եւ Պետրոսը դեռ այս բանը խոսելիս Աստծո խոսք է խոսում Կորնելիոսի ընտանիքի հետ։ Հռոմեացիների հետ է խոսում։ Գրեթե Սուրբ Հոգին իջավ այն բոլոր լսողների վրա եւ զարմացան Պետրոսի հետ եղող հավատացյալները, որ թլպատությունից էին, որ հեթանոսների մեջ էլ Սուրբ Հոգու պարգևը թափվում էր, որովհետև լսում էին, որ նրանք լեզուներով խոսում են եւ Աստծուն փառավորում էին։ Տեսեք, Սուրբ Հոգին տեսանելի ձևով իջավ անհավատ մարդկանց վրա, ովքեր Պետրոսը խոսում էր ու իրանք ներքին ապաշխարություն ու զղջում էին վերապրում, որովհետև խոսում էր դատաստանից, խոսում էր Քրիստոսի փրկությունից ու գրածա այդ իրավիճակը բերեց նրան, որ Սուրբ Հոգին իջավ իրանց են մկրտեց։ Անկամ Պետրոսի հետի սպեցիալիստները ասենց ասեն, որովհետև շատ հաճախ մենք շատ Աստծո խոսքով լցվելու սպեցիալիստ ենք դառնում։ Այ հետի թլպատության սպեցիալիստները ասում են, ոնց սրանք չեն կարող մկրտվեն Սուրբ Հոգով, սրանք հրյա չեն։ Ոնց կարան մկրտվեն, մենակ հրյաներինն է փրկությունը, ով թլպատված չի կարա փրկվի։ Մեկ էլ տեսան բոլորը մկրտվեցին։ Այն աստիճանի, որ Պետրոսը շուռ եկավ ասեց ժողովուրդ, եթե Աստված իրան Սուրբ Հոգով մկրտել է, ես ով եմ, որ ջրով չմկրտեմ։ Եկեք ջրով էլ մկրտենք իրանց։ Հա, այսքան Աստված շահագրգռված է, որ դու մկրտված ես Սուրբ Հոգով, որ ինքը եկավ մկրտեց այն մարդկանց, որ Պետրոսը չէր էլ պատրաստվում աղոթել մկրտության համար, որովհետև իրանց ուղեղով մտածում էին, որ դա մենակ հրեաներինն է, հեթանոսը չի կարա մկրտվի, մենակ հրեաներին է պատկանում, բայց Աստված ուզում է ամեն մեկը մկրտված լինի Սուրբ Հոգով, սիրելիս, ամեն մեկը։ Մի հատ եմ տեղ կարդում։ Գործ Առաքելոս 19:6։ Երբ որ Պողոսը ձեռքը դրեց նրանց վրա, Պողոսը եկել է որոշ մարդկանց հետ խոսում է, իրանք ասում են, որ մենք մենակ Հովանեսի մկրտությունով ջրով մկրտվել ենք, ասում է, բայց Հիսուսին է պետք է ընդունեք։ Հիսուսին ընդունում են, ջրով մկրտվում են։ Հաջորդ քայլը Պողոս Առաքյալը գրած է, երբ որ Պողոսը ձեռը դրեց նրանց վրա, Սուրբ Հոգին եկավ նրանց վրա եւ նրանք լեզուներ էին խոսում եւ մարգարեանում։ Հենց Պողոսը ձեռը դնում էր,
Սուրբ Հոգին իջնում էր, սկսում էին օտար լեզուներով խոսալ, հունարեներ մարգարեանային։ Մի անգամից երկու պարգև, համ Սուրբ Հոգու պարգևն էին ստանում, համ մարգարեական պարգևն էր գործում։ Միգուցե հետո անցավ վրեկից, բայց այդ րոպեին մարգարեական պարգև էր գործում։ Համ Սուրբ Հոգով մկրտվեցին, համ սկսեցին մարդիկ, մի քանի հոգի էին, սկսեցին մարգարեանալ։ Տեսեք, ձեռը դնում էր, մարդիկ մկրտվում էին։ Այսօր մենք նույնն ենք անելու։ Սկզբից ընդհանուր ենք աղոթելու, որ Տիրոջ Հոգին գա մկրտի։ Հետո հատ ձեռնադրելու ենք, որ դու Սուրբ Հոգով մկրտվես։ Մկրտության ընթացքում գիտես ինչա տեղի ունենալու։ Սկսելու ես օտար լեզուներով խոսալ։ Հիմա կասես ոնց, հենց այդտենց խոսալու եմ։ Երբ որ ես առաջի անգամ ինձ այդ ասեցին, նոր եկել եմ եկեղեցի 93 թվին։ Առաջի օրն է, ասեցին, ապաշխարեցի, ասեցին, ուզում ես Սուրբ Հոգով մկրտվես, ասեցի, այդ որն է։ Դե ասեցին, սկսես մեր նման խոսալ, սկսեցին լեզուներով խոսալ։ Մեծ մարդ եք, ինչ ձևեր եք, տալալա, մալալյան որն է, ասում եմ, այդ ինչ եք անում։ Ասեցին, չէ, տալալա, մալալա չի։ Տիրոջ Հոգին է երկար խոսում, ասի ես եք արամ ձեր նման, բայց ինչ երկու բառ հորինեցի, ասեցի, կանգնեցի։ Բայց գնացի Տերը գիշերով ինձ մկրտեց, այնց շատ ուժեղ, հիմա չեմ պատմի, որովհետև շատ հետաքրքիր երկար պատմություն է։ Բայց գիշերով եկավ ինքս Տերը, եկավ Սուրբ Հոգին, ինձ մկրտեց, խայտարակեց ինձ, էլի, որ դրանից հետո հասկանամ, որը որից հետո է։ Դրա համար որպեսզի գիշերով քեզ հյուր չգա, խելոք կգաս, այսօր կմկրտվես, լավ։ Փառք Տիրոջը։ Փառք Աստծուն։ Փառք Աստծուն։ Աստված օրհնի քեզ։ Շատ կարևոր է, սիրելիս։ Շատ կարևոր է, որ դու մկրտված լինես։ Հա։ Գիտես, վերջերս երևի մի շաբաթ էլ չի անցել։ Մի շաբաթ առաջ ես Բերլինում էի, մեծ կոնգրես էր։ Ամբողջ աշխարհից հավաքված 2000 հովիվներ էին ու եպիսկոպոսներ։ Կազմակերպողները բապտիստական եկեղեցիներն էին, որոնք որ չեն ընդունում Սուրբ Հոգով մկրտվել, ասում են առանց դրա էլի օլա կգնանք։ Գիտեք ինչն էր վատ, շատ լավ կոնգրես էր, շատ լավ կազմակերպած, շատ լավ քարոզիչներ, շատ լավ ամեն ինչ շփումները, շատ ամեն ինչը լավ էր, բայց ես նայում եմ ու տեսնում եմ, որ այդ հրավիրող կողմի 90%-ը 70-80 տարեկան պապիկներ են։ Այն հետևից եկող սերունդ չկա։ Արթնությունը սառած, ուղղակի մնացել է հիշողությունն ու ուղեղները, ասենց ուժեղ, հզոր ուսմունքներով շատ լավ։ Բայց երբ որ Սուրբ Հոգին չկա, շարժող ուժը չկա, հա, սառում է ամեն ինչ սառում է սիրելիս։ Երբ որ Սուրբ Հոգին մեր մեջ է, կրակ արթնացնում։ Դրա համար Սուրբ Հոգով մկրտված եկեղեցիները ավելի զորավոր են, ավելի նշաններ, բժշկություններ է լինում, հրաշքներ է լինում, ավելի աճում են, հիմա ավելի շատանում են, որովհետև Տիրոջ Հոգին գործող ուժ է, ասես գործում է մարդկանց մեջ, քնած չի ինքը շարժվում է, ինքը ամեն րոպե շարժվում է մեր ներսում, հա? Դրա համար քո համար շատ կարևոր է, որ դու մկրտվես Սուրբ Հոգով։ Մի բապտիստ, մեթոդիստ ավելի շուտ հովիվ իրանք էլ չեն ընդունում Սուրբ Հոգին։ Ուղարկել են նորտեղ եկեղեցի, սկսում է առաջի օրը ծառայությունը, ոչ մեկ չի եկել, մենակ իր կինն է։ Կնոջը քարոզում է, կինը նստած ինքը քարոզում է բեմից։ Ու տենց 6 ամիս։ Պատկերացնում եք, կնոջ համար VIP քարոզիչ է։ Անհատական քարոզիչ է բերել, որ բեմից քարոզի իր համար։ 6 ամիս մարդ չի մտնում եկեղեցի։ 6 ամիս, 20 տարի առաջվա պատմություն եմ ասում։ 6 ամիս հավատարիմ այդ մարդը ամեն շաբաթ նստացնում է կնոջը, ինքը բարձրանում է բեմից լուրջ տեսքով ամբողջին քարոզում է։ Հետո աղոթում է Տիրոջը, հասկանում է մի բան պակասում է։ Աղոթում ասում է մկրտի ինձ քո հոգով։ Ու միանգամից մկրտվում է։ Հիմա այդ պապիկը 6000 հոգյանոց մենակ երիտասարդական թիմ ունի։ 6000 հոգյանոց։ Պատկերացնում ես, այս է նշանակում մկրտվել Սուրբ Հոգով, հա։ Երբ որ Տիրոջ Հոգին գալիս է, շատ բաներ է փոխվում։ Մի հատ էլ վկայություն կարդամ։ Հովիվ ջան, on-line ձեր քարոզն է լսում, պատրաստվի կրակը գալիս է։ Այդ քարոզի մեջ ես ասում եմ, որ պատրաստվես մկրտվելու ես Սուրբ Հոգով։ Չգիտեմ ով է նվագում, բայց եթե կարելի է նվագեք։
Գրելա on-line քարոզն եմ լսում, պատրաստվի կրակը գալիս է եւ մկրտվեցի Սուրբ Հոգով։ Աղոթքը դեռ մի քանի վայրկյան է սկսել, ես սկսեցի լեզուներով աղոթք անել։ Ուղեղս, միտքս ընդհանրապես չէր աշխատում։ Միայն աղոթում էի առանց դադարի, կարելի ասել ամբողջ գիշեր աղոթել եմ։ Այսօր ամբողջ օրը մտքիս մեջ էլի աղոթում էի։ Չգիտեմ ինչ լեզվով, բայց աղոթում էի։ Կներեք, դա նորմալ է, անընդհատ աղոթելը։ Սիրես, նորմալ չի, պարտադիր է։ Նորմալ չի, շատ լավ է, հա, մի անգամ ես աղոթում էի մկրտության համար, մի քանի հոգի էին, երևի 20 տարուց ավել արդեն այդ պատմությունը։ Մի քանի հոգի էին աղոթում եմ մկրտության համար, 3 հոգի էին կարծեմ։ Ես մեկին աղոթեցի մկրտվեց, երկրորդին աղոթեց, ձեռս դրեցի աղոթում եմ որ մկրտվի, ես երրորդը ընկավ։ Լավ է, հետևը դիվան էր։ Սենց ընկավ դիվանի վրա։ Ես նրան աղոթեցի, մկրտվեց, մի քանի րոպե հետո արթնացավ։ Վերակացեց սենց անում։ Ներսս մի հատ երգչախումբ չքնաղ երգ է երգում։ Անհասկանալի ասում ես ինչ ասում, ներսումս երգ է, երկնային երգ է, ես ինչ ասի, կարաս բերան բացես այդ երգը թողես դուրս գա։ Բերանը բացեց ու սկսեց լեզուներով խոսալը։ Արագ, խոսում է, մի կերպ հանգստացրեցի, ասի մի քիչ կամանց, խոսալով շա գնա տուն։ Մի 2-3 ժամ հետո ֆռած եկավ։ Հովիվյան չեմ կարում կանգնեմ, ինչ անեմ։ Ասի ինչ պիտի անես, աղոթի, հազիվ հասկանում եք, Աստծո հոգին հազիվ եկել է, քո սաղն այն ինչքան կեղտ կա տնից անում է։ Հիմա աղոթք է գնում, ասեմ, աղոթի ասեմ, մենակ մի բան եմ խնդրում, բարձր չաղոթես փողոցում, კი մտածեն գժվել ես։ Կամ ասես, աղոթելով գնա։ Էլի ես մարդու նման ամբողջ գիշեր աղոթել էր։ Հիմա դուք ասես, չեմ ուզում մկրտվեմ, բա որ աղոթեմ առավոտ ոնց գնամ գործի։ Սիրելիս, Տիրոջ հոգին ամեն ինչ ի բարին է վերածում քո կյանքում։ Ամեն ինչ, հա։ Նենց որ այսօր քո օրն է։ Հիմա ինչ ենք անելու մենք, ոնց ենք մենք մկրտվում։ 4 քայլ կա մկրտության։ Առաջինը դու պետք է ապաշխարածրնես, պետք է Հիսուսին ընդունես Տեր ու Փրկիչ, որովհետև Հիսուսն է մկրտողը, ես չեմ կարա քեզ մկրտեմ։ Իմ գործը աղոթելն է։ Առաջի քայլը գիտես որն է, որ դու գաս ու Տիրոջը ընդունես։ Ընդհանրապես այսօր մարդ կա, որ առաջի անգամ աստեղ, եթե դեսպիսի եկեղեցում դեռ չես եղել, պարզի ձեռքդ ողջուն ենք ձեզ։ Տեր օրհնի ձեզ, նայում եմ շատերդ եք։ Հեսա առաջինը ձեզ եմ առաջ կանչելու, բայց ապաշխարության համար, հետո նոր բոլորին կանչեմ, որ Սուրբ Հոգով մկրտվեն։ Տեսեք, առաջի քայլը պետք է ապաշխարած լինես։ Հա, դու պետք է Հիսուսի սեփականությունը լինես, որ երկնային նվերը ստանաս։ Հա, կարևոր քայլ է։ Երկրորդը, որ շատ կարևոր է նույնպես, դու պետք է ցանկանաս մկրտվել։ Ես կարդացի Հիսուսն ասում է, որ ձեր ներսից կենդանի ջրեր կբխեն, այդ ջուրը պետք է գա, որ քո մեջից բխի։ Պետք է խմես այդ ջուրը։ Ես մկրտվողներին միշտ ասում եմ, բերանդ մի քիչ բաց պահի, ու ես ոնց որ ասենք ջուրը ոնց ես խմում։ Այս ցանկությունով, որ ես ուզում եմ մկրտվեմ, ուզում եմ քեզ ունենամ Սուրբ Հոգի։ Հա, եթե պատկերացնում ես, մեկը ասի ինձ ջուր խմացրեք, ասես բերանը փակում է, դե խմացրեք, տենա ոնց է խմացնելու։ Ոչ մեկին չի կարա խմացնի, ոչ էլ կուզեն։ Սուրբ Հոգին զորով ոչ մեկի մեջ չի գալիս։ Զորով չի գալի։ Գիտես ինչ, ոնց որ աշխարհի ամենաթանկ նվերը քեզ տան, հələ մի հատ էլ մունատ անես։ Վերցնես թե չվերցնես, չես ուզում ուրիշին կտանք։ Հիսուսն ասում է, հա դրան առաջ կանգնած եմ, ով սիրտը բացում է, դուռը բացում է, կմտնեմ քեվ կանեմ։ Դուռը չես բացում, կգնամ հարևանի դուռը կծեծեմ։ Հա, ամենաթանկ նվերն է Սուրբ Հոգին, որ ես էլի եմ ասում, եթե թանկ չլներ, եթե ամենաթանկը չներ, Հիսուսը չէր ասել, ես հորը կաղաչեմ։ Հիսուսը աղաչել է հորը, որ Սուրբ Հոգին տա մեզ։ Ու Սուրբ Հոգին այսօր ստեղ է սիրելիս։ Դրա համար դու եթե ուզում ես, պիտի ծարավ ունենաս, ոչ թե դե լավ, դե տենամ հələ ինչ եք անում, դե մի հատ արեք, սա չի։ Այն ծարավը որ ուզում եմ, այն որ ծարավ ես լինում, ոնց ես ուզում խմես, չէ։ Այդ ծարավը քո ներսում պետք է լինի, Տեր ուզում եմ մկրտվեմ։ Հա, երկրորդ կարևոր բան, այսինքն պետք է ապաշխարած լինես, պիտի ծարավ ունենաս, երրորդը պետք է խնդրես։ Հիսուսը ասեց քո երեխեն որ հաց ուզի կարող է քար տաս կամ ձուկ ուզի օծ տաս, հա։ Ասեց չէ, բայց ասեց տենց էլ հայրը կտա Սուրբ Հոգին ամեն ուզողի։
որ դու իմանաս, որ հայր մենք ուրիշ բան չենք ուզելու, մենք հորից Սուրբ Հոգի ենք հիմա ուզելու։ Ասում է հայրը կտա ամեն ուզողին, ոնց որ դու քո երեխուն հացն ես տալի, այնց էլ Աստված քեզի Սուրբ Հոգին է տալու։ Այսինքն կարևորը որ դու խնդրես, մենք հեսա ուզելու ենք Տիրոջից Սուրբ Հոգին։ Եվ չորրորդը ինչն է կարևոր, որ ընդունես, ոչ թե ասես դե մի հատ արեք տենամ ինչ եք անելու, հեսա ես ձիգ կանգնեմ, տենամ դուք կարաք ինձ մկրտեք։ Մենք մի քուրիկ ունենք, մարդիկ տարբեր են։ Ասում է Հովիվ ջան, ասում ախր, շատ վաղուց պատմություն է սա։ Մեր եկեղեցի էր սկսել գալ, բայց մինչև այդ արդեն մկրտված էր Սուրբ Հոգով։ Ասում է Հովիվ ջան, բոլորը մկրտվել են, ես ասում եի Տեր Աստված, խնդրում եմ, որտեղ կմկրտես, մենակ եկեղեցում չլինի։ Տունը, որտեղ ուզում ես։ Ասում է ծառայության ժամանակ փառաբանությունը սկսեց ձեռներ sense բարձրացրեցի։ Ինչ բարձրացնել, Սուրբ Հոգին վերցրել ու պարկացրել էր։ Ժամերով ասում է խոսում էի չէի կարող կանգնել, ասում է ինչ ուրախություն, ինչ խաղաղություն էր եկել։ Հա, նենց մի արա էլի որ Սուրբ Հոգին պարկացնի։ Խելոք սուսպուս ընդունի իրան լավ, որովհետև ինքը քեզանից շատ է ուզում որ դու մկրտված լինես սիրելիս, հա։ Ես վախացնելու համար չեմ ասում, ոչ մի վախենալու բան չկա, մենակ օրհնություն է։ Տիրոջ Հոգին որ քո կյանք գալիս է, մենակ օրհնության համար է սիրելիս։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք Աստծուն։ Ես հիմա խնդրելու եմ ոտքի կանգնես, փառաբանությունը թող գա։ Առաջինը ես ինչ ուզում եմ անենք, ես խնդրելու եմ, որ ովքեր որ առաջի անգամ են այսօր, դեռ այսպիսի եկեղեցում չես եղել, եթե ուրիշ քաղաքից հյուր ես եկել կամ ուրիշ եկեղեցում եղել ես, քո մասին չի խոսքը, եթե կյանքը դեռ չես տվել Հիսուսին, եթե առաջի անգամ ես այսպիսի եկեղեցում, դեռ Հիսուսին ապաշխարության աղոթք չես արել, եթե այդ մարդիկ եք առաջի անգամ եք, ես խնդրելու եմ, եկեք առաջ բոլորդ մի կարճ աղոթք անենք իրար հետ, չքաշվես, բոլորն մի օր առաջ են եկել, եթե առաջի անգամ ես այսօր քո օրն